Փաշինյանը 15 ջրամբար կառուցելու խոստում էր տվել, որևէ մեկը չի կառուցվել առ այսօր։ Վարչապետի ֆեյքն ու ֆեյքերը, ուշադրություն դարձրեք պարոն Ալեքսանյան, Վեդիի ջրամբարը վերագրել են Փաշինյանին։ Ջրամբարի հետ Փաշինյանը բացարձակ կապ չունի։ Ջրամբարի նախագծման աշխատանքները սկսվել են 2013 թվականին, շինարարությունը սկսվել է 2017 թվականին եւ 2021-ին, որ պիտի բացումը լիներ, հետաձգվել է 2022 թվականին, 2022-ից հետաձգվել է 2023 թվականին, 2023 թվականի հուլիսին հետաձգվել է մինչև դեկտեմբերի 31 եւ հետո 24 թվականի գարնանը Գնել Սանոսյանը հայտարարեց, որ էլ պիտի բացվի, բայց մինչև հիմա ամբողջական ջրամբարը բացված չէ։ Սա ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, իր թիմի եւ իր ֆեյքերի։ Իսկ Գնել Սանոսյանի որպես անորակ ասֆալտապատման նախարարի ես կարծում եմ, որ պիտի պատասխան տա այս ամեն ինչի համար։ Այդ ոնց է ստացվում, որ Սահակյան շին ընկերությունը, որը տապալում է Վեդիի ջրամբարի ամբողջական կառուցումը, տենց հանգիստ ոչ մի բան չի կատարվում իր հետ։ Բայց ոնց է ինքը նախարար աշխատել։ Այստեղ պիտի փնտրել այն պոզ ու պոչով կոռուպցիան։ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ ձախողել է Արարատյան դաշտի արտեզյան հորերի լուծարման կամ կոնսերվացման գործողությունները։ Վերջին 5 տարում արտեզյան հորեր գրեթե չեն կոնսերվացվել։ Իմիջիայլոց այստեղ օգտվել եմ նաև հետքի բացահայտումներից, որ արտեզյան 51 հոր կա, որից 10-ը պետք է լուծարվի, 41-ը կոնսերվացվի։ 51 հորից 26-ը համայնքային են, մնացածը ընկերություններին։ Եվ այս ընթացքում որևէ մեկը դրանցից չի փակվել եւ որևէ մեկը նաեւ պատասխանատվության չի ենթարկվել սրա համար։ Ինչ կոռուպցիոն հետաքրքրություններ կա տարբեր ժամանակներում բնապահպանության եւ հետո շրջակա միջավայրի նախարար աշխատած պաշտոնյաների եւ այս արտեզյան հորերի սեփականատերերի հետ։ Իսկ ջրի դեֆիցիտի մասին որ խոսում ենք, այս երկու գործողությունը որ արվեր, Մեղրիում ջուր կունենային եւ ոչ թե մեղքը կբարթեին Երևանում ատամ լվացողների վրա։